Ողջույն, ես Արմենն եմ Դավթյան, Redline ընկերության հիմնադիրն ու տնօրենը։ Մեր ընկերությունը ավելի քան 15 տարի զբաղվում է ինտերիեր դիզայնով եւ դիզայներական կահույքի արտադրությամբ։ Մեզ առաջ է մղում առաջին հերթին գեղեցիկը եւ ստեղծագործելու ցանկությունը։ Շուկայում մենք առաջարկում ենք եզակի եւ պահանջարկ ունեցող նոր հետաքրքիր լուծումներ։ Շրջանաձև բիզնեսի շնորհիվ մեր ընկերությունը հնարավորություն է տալիս հին կահույքին եւ անպիտան համարվող թափոններին նոր կյանք տալ, ավելի հետաքրքիր եւ նոր պրոդուկտ ստանալ։ Վերամշակված նյութերն արդեն իսկ կիրառվում են մեր արտադրանքում, դիզայնի ու կահավորման նախագծերում, ինչպես նաեւ շուտով կվաճառվեն մեր սրահում եւ redline.am հարթակում։ Փայտի եւ տեքստիլի թափոնների վերամշակման շնորհիվ մեր հումքի ծախսերը արդեն իսկ նվազել են 5-ից 10%-ով։ Կարևորն այն է, որ այս նոր արտադրանքը անմիջապես օգտագործվում է մեր նախագծերում եւ այսպիսով մենք խնայում ենք եւ հումք եւ ապագա գնումների ծախսեր։ Impact Hub-ի աջակցությունը ճիշտ ժամանակին էր։ Դրամաշնորհը հնարավորություն տվեց ձեռք բերել նոր ինովացիոն սարքավորումներ եւ սկսել փորձնական արտադրություն։ Ամենակարևորը ստեղծվեց վստահություն, որ մեր գաղափարներն իրագործելի են։ Impact Hub-ը նաեւ բացեց մեր առջև համայնքի դռները, որտեղ մենք ունենք փորձի եւ գաղափարների փոխանակում։ Հայ արտադրողի համար ամենամեծ մարտահրավերը նոր շուկաներ մուտք գործելն է, քանի որ Հայաստանում շուկան շատ փոքր է, արտադրանքը փոքրականակ, ինքնարժեքը ստացվում է շատ ավելի բարձր։ Իսկ արտահանման համար շատ անգամ տրանսպորտային ծախսերը իրենց չեն արդարացնում։ Մենք նվազեցնում ենք պայմանական աղբի քանակը եւ ստեղծում պատասխանատու սպառման մշակույթ, ինչպես մեր հաճախորդների, այնպես էլ մեր գործընկեր կազմակերպությունների մոտ։ Մեր ընկերությունը լավ օրինակ է նրան, որ նույնիսկ ոչ խոշոր արտադրողը կարող է ներդնել շրջանաձև տնտեսության մոտեցումները, ու դա հնարավոր է եւ տեխնիկապես, եւ տնտեսապես։ Փորձնական արտադրության արդյունքում հարյուրավոր կիլոգրամ տեքստիլի եւ փայտի թափոններ չեն հասել աղբավայրեր եւ չեն այրվել։ Նոր սարքավորման գործարկմամբ այս թվերը կշարունակեն աճել։ Մեր օրերում շրջանաձև տեսությունը շատ կարևոր է։ Եվ ինչքան ավելի շատ մարդ ներգրավված լինի շրջանաձև տեսության գաղափարի շուրջ, այնքան ավելի մաքուր միջավայր կունենանք մենք։